Արտահանող ընկերությունները ոգևորված են, պետությունը վերադարձնում է ավելացված արժեքի հարկը։ Ոչ միայն այդ հայտնի ընկերություններն են, որոնք կարողանում են վերադարձնել իրենց ավելացված արժեքի հարկը, այլ նաև ցանկացած փոքր կազմակերպություն։ Վերադարձվող ավելացված արժեքի հարկը կազմում է տնտեսվարողի արտահանման գործարքների մինչև 20%-ը։ Այն ստանալու համար արտահանողը պետք է դիմում ներկայացնի։ Պատասխանը երկար սպասել չի տալիս։ ՊԵԿ-ը ուսումնասիրում համադրում է դիմումատուի հարկային եւ մաքսային տվյալները։ Համապատասխան գումարները տնտեսվարող սուբյեկտներին վերադարձնելուց հետո ինչ խոսք տնօրինողը հանդիսանում է տնտեսվարող սուբյեկտը, սակայն այդ գումարների մեծ մասը նորից ներդրվում է բիզնեսի զարգացման մեջ, տնտեսության զարգացման առումով շատ օգտակար կարող է լինել։ Վերջին 3 տարում կառավարությունը 30% ավելացրել է արտահանողներին վերադարձվող ավելացված արժեքի հարկի գումարը։ Միայն 2016 թվականի ընթացքում 138 տնտեսվարողի վերադարձվել է 49 միլիարդ դրամ գումար։ Ոլորտային սահմանափակում չկա, թեև ամենաակտիվը արդյունաբերական կազմակերպություններն են եւ միրգ բանջարեղեն մթերողները։ Ավելացված արժեքի հարկը ստանում են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտահանողները։ Կուզենայի առանձնացնել մթերող կազմակերպություններին 16 թվականին 27 կազմակերպությունների վերադարձվել է շուրջ 2.2 միլիարդ դրամի չափով գումար։ Դիմումի ներկայացման առումով եւս սահմանափակում չկա։ Նույնիսկ եթե ընկերությունը արտահանել է 10 տարի առաջ, կարող է նաեւ հիմա դիմել հարկային ավելացված արժեքի հարկը ստանալու համար։ Լիլիթ Ասանյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։